Մենք էլ հիվանդանոց ենք այդում չեն գնաց։ Մենակ ավտոբուսը։ Ինձ խես ասում գնացեք մենակ ավտոբուսը։ Ախտոբ է։ Դե գալիք դրեք էդի դիան։ Ավտոբուսը Avtobuslar. Ay, hենց դրա համար են դասը։ Ողջույն մեջն է։ Չէ՞։ Մեր սոկոտ դիք տղավա։ Yeah. Մենք տեսնում ենք, որ այստեղ եկան նաև կարմիր բերետավորները։ Այդեն ասաց անել։ Տեսնում ենք ոստիկանական ուժեր են այստեղ ժամանում Երևանից հան եւ կարմիր բերետավորների միկրոավտոբուսը։
Ինչի սրանց ինչի են ուղարկել։ Ձեզ ուղարկել են անասուն ավինյանին է ուղարկել։ Դուք ինչի եկեք։ Կանգնեք ձեր ակցիան շարունակեք, լավ։ Դուք նույնպես։ Ես կանգնեք, որ ձեր ակցիայի մասնակցում։ Ես միասին։ Հարգելի հետևորդներ, շարունակում է ուղիղ հեռարձակում Պրոշյան համայնքից, հիշեցնեմ վաղ առավոտից այստեղ համայնքի բնակիչները փակել են աշտարակի խճուղին, ինչպես մեզ տեղեկացնում են իմ գործընկերները, նաև փակ է այս պահին Քասախի կողմից երթևեկությունը, քասախցիներն էլ ներքևում են փակել եւ պահանջը մեկն է, այստեղ պահանջում են քաղաքացիները, որպեսզի 25 եւ 59 համարի ավտոբուսները շարունակեն սպասարկել Պրոշյանի եւ Քասախ համայնքներում, քանի որ ըստ քարտեզների Երևան քաղաքը ավարտվում է այստեղ, այսինքն Երևանը ավարտվելուց եւ Քասախ Պրոշյան համայնք ընդամենը 1 կիլոմետր էլ չկա եւ խնդրեցին երեք փոխնախարարից հանդիպման ժամանակ, որպեսզի ընդառաջեն եւ Պրոշյան համայնք մտնի 25 համարի ավտոբուսը, սակայն կտրականապես մերժեցին, ասացին, որ հնարավոր չէ եւ տեղը պետք է աշխատի մուլտիտրանս ընկերության ավտոբուսները ավելի թանկ ուղևորչարով 200 դրամով, սկզբում 250 են հայտարարել, այնուհետև 200 եւ սակարկեցին եւ 200 դրամով, սակայն ուղղությունը պետք է լինի բավականին կարճ, մոտ 4-5 կիլոմետր մինչեւ ֆիզիկայի ինստիտուտ, պատճառաբանելով, որ մարզային ավտոբուսները չեն կարող մտնել Երևան։ Հանդիպումից դժգոհ քաղաքացիները որոշեցին, որ պետք է սկսեն ակտիվ գործողություններ եւ փակեն ճանապարհները։ Ոստիկանությունը, ինչպես տեսնում ենք, իրենց մեջ խորհրդակցություններ են անցկացնում եւ երևի կսկսեն գործողություններ։ Երևանից այստեղ են ժամանել կարմիր բերետավորները, տեսնում ենք։ Դու ո՞նց ես գտնում։ Վերջերս ասում եսահերներն գործողություն ուզում հետ կարող։ Չստեղ։ Տեսնում ենք այս պահին, որ կարմիր բերետավորները ավելի մոտիկանում են քաղաքացիներին, վերադասավորեցին մեքենաները։
Թիմի բերետավորն են ժամանակ պրոշան համայնք, այստեղ քաղաքացիները պահանջում են ճանապարհը եւ պահանջում են որպեսզի 20 եւ 59 համայնքի ավտոբուսները աշխատեն։ Այս բանը դժվար Առաջի հարգելի ոստիկանա, ես քեզ որ արասեմ սաղ Ժողովուրդ հետ եմ քայլում։ Դե բդրես արայի մեջ տեղավորվում դու հետ ետալում ես հարց եմ տալի արայի մեջ տեղավորվում Ախմերս խես է ձև ագրեսիվ տրամադրում է ժողովուրդը։ Ես ասում եմ քեզ ասում։ Քեզի որ ես հիմա ասեմ արա ագրեսիվ չես դրում։ Չէ, բայց դու չէ դրտում ախմեր, դու բրտում։ Հարգելի ոստիկան Իրանց առիթապետ, մի խոսացեք, մի խառնվեք, իրանց առիթապետ, դուք չեք տեսան, թող խոսան իրանց, մի խոսան։ Վիտյա ջան, Վիտյա, հետ կանգնեք, ախպերը։ Ոչ միատ հետ կանգնեք։ Հա, բայց իրան մի հակակարան։ Մարդը հանգիստային չեք Դուք դեպրևը հանգիստ կանգնեք, տղաներ։ Պրոշանի ժողով չմախենաս։ Բեր, ավելորդ բաներ մի խոսացեք։ Բարից իրան փարթակում է, որ Գիտա, մենք մարսպետ չունենք, վեր չունենք, ես ինչ Հիմա բերասես բացում մարսպետն են մնացած են Բոն է գան, մեր ժողովուրդը խոսա, Իշեսնեմ 8:00-ից Շամչանի կարաս խաբարանս կա։ Բելում է։ 8:00-ից այստեղ երթևեկությունը փակ է։ Նստի, հոպար, նստի։ Թող փակի դու, փակի։ Դերեք մի հատ բացեք վարազան ասի։ Դու արիլ։ Ռադես հիմա հիվանալ ֆուտբոլ, հեսա գիտեմ հետ։ Ախպերս թողեք մեռնեմ։ Լուշ ո՞նց է հիվանալոց եմ ես դու մեկ։ Ասկտոք մենք մերոք եմ։
Հայդի չի կարելի մարդուն։ Հասցնեմ քո աշխատանքին Այսինքն, բանը, էլի ստրուկ ենք, էլի ոնց ասում է տենց է։ Մտածում եմ չկա, մենք եվրասկան անտերոս մարդիկ ենք, մենք ուղղապետներ այսօր ձեռքերներ ալրացել ենք հաշվեցին, մենք ոչ մի բան եթե մի հարցեր ոցի այս ապա կարասենական մոտագործը չի կոր, եթե կազմակ երկվածի չորա, Ամեն մեր փոխանցում մեր օգուտը իր ֆինանսական գումարը ավելանում է նաև 200 դրամ, գնալ 200 դրամ կա 400 դրամ, այսինքն մի անձը ամսվանում 12000 դրամ բեռ ավելանում ֆինանսական այդ մարդու ընտանիքի վրա եւ մարդ կա 4 ուսանող ունի 5-րդ ինքն է գնում է Երևան աշխատանքի 5 օր ասեկան 60000 դրամ այդ մարդու ընտանիքի ֆինանսական բեռը ավելանում է մենակ այդ գազելի գումարով 2 բան է այդ 200 դրամ գնալ 200 դրամ 60000 դրամ այդ տվյալ ընտանիքի վրա այդ լսում է ու փոխում է լսում թեման փոխում է բացատրում ենք արվում վերցիաները դա իրանք քննարկում են ասա եթե մենք քննարկենք որ գնա օրինակի համար դուք բարեկամություն մետրո հետ դառնա ընդ ասում դեպի ֆինանսական բաները վերանային այսինքն կարող է դարձնել 300 դրամ օրինակի համար կամ 200 դրամ Այսինքն կարող է թե իրանք ասեն մի հատ քննարկեն չէ ասլա հələ պետք է տեսնենք Երևան քաղաքը կհամաձայնվի արդյոք այդ բանը մարզի տրանսպորտը գնա գոնե բարեկամություն մետրո օրինակ մենք առաջի օրը ակցիա ացում եկան կողմամատային
ասենք ամենահոլովի պատասխանատվությունը բարձր պաշտոնյայի հետ ձեր քննարկումը, որը 3 ժամ տևեց։ Արդյունքում դուք ունեք մի հատ իրավիճակ, որ կարան իրանք քննարկեն Երևան քաղաքով էնի կարա գնա հասնի բարեկամություն, թե չէ։ Ոչ, ինտոգում ամենավերջում սպարիչ պատասխան տվեցին, որ 25 եւ 55 Չէ, Սան այդ մակը վարտալով Մինչև ֆիզմա Մինչև զայթուն գնում ամբողջ ժողովուրդը անհարմար ավելանում ֆինանսական Բացի ֆինանսական Սերգո, իրանք շարժակազմը շատ փոքր է, գազելներ է։ Գիտեմ, հարգելի փոխողականապետ, մեկ էլ այսպիսի հարց։ Այն անգամ ներկայացա ամենքան գնդապետ դու էլ փոք գնդապետ։ Այո, պարոն գնդապետ, բանը, այս մեր ավտոբուսը ու պատճառաբանումը հետևյալումն է մտցնում մեր արգարժան փոխնախարարը, որ մարզային տրանսպորտները Երևան քաղաք ծանրաբեռնվածության համար, դրա համար պետք չմտնեն ու բանը գծի շահողը մեկի գրուպի, քանի որ գնաց 400 ուսանող, մոտ 700 ուսանող Քասախում ծանրաբեռնվածության երկու գյուղերում, ամեն գյուղում տրամադրված էր 6 գազել, մեկի ասում ես կարամ ապահովել գազելի խնդիր չկա, կարամ օրինակի համար 2 րոպե մեկ գազելը բանը գազել շարժվի 6-ի տեղը 10, 12, 13 հատ գազել մտցնեն, բացատրում են, ասում հարգարժան պարոն փոխնախարար, եթե դուք ծանրաբեռնվածությունից եք խոսում, մի 25 համար կամ մի 59 համարով է ծանրաբեռնված լինում, թե 5 րոպեվա ընթացքում 5 գազել ներս է մտնում Երևան քաղաք տեղակայվելու։ Պարոն գնդապետ, ոչ մի ձևի կոմպրոմիսի չնստեցին ժողովրդներ։ Մենք տեղյակ պայեցին, որ 7000 բնակչություն ունի Տրոշյանը, 7000 բնակչությունից ավել Քասախը։ Ես հասկացա, ասած մի հատ բան է։ Այս խնդիրը իհարկե մեր խնդիրը բոլորը գիտեք, որ ոստիկանությունը ինքը ֆունկցիոնալ պարտականություններով զբաղված, հիմա էլ այս խոսակցությունը հենց այդ ենթատեքստում է։ Մենք խոսում ենք, որ ընդհանուր հայտարարի կանք, տեսնենք, հա, ինչ ոնց որ այն օր եկա, հենց այսօր մի հատ հասկանանք իրավիճակը ոնց է։ Մենք խնդիրը մենք անձնությամբ մենք այդ անձնակազմն ունենք, մեր շարժակազմն ունենք, ամեն ինչ ունենք, որ այս իրավիճակը բաներ, հա, մենք ամեն ինչ ունենք, բայց մենք ապրում ենք ժողովրդավարով։ Պետությունում մենք մաքսիմալ փորձում ենք հանդուրժողական դիրքից, բայց այդ որոշակի սահմանափակումներ ունի։ Էլի պետք է եթե հասկանալ, որ զուտ տեղ գնում անգամ քաղաքական ուղղվածություն է ձեռբերում, բան պրոստը զա պրինցիպ է, տենց էլ մենք արդեն մեր գործողությունները ուրիշ ձև կպլանավորենք։ Արգելի պարոն գնդապետ։ Հիմա այս ինչ է, ասում կներես խոսքս ինչ է շատ։ Հիմա այս խնդիրը գլոբալ, համապետական, այսինքն քաղաքի վիճակը բոլորը դե պատկերացնում եք տրանսպորտի առումով։ Ասենք ինքը մեքենաների բանը քանակը արդեն կատաստրոֆիկ է։ Հիմա իրավիճակը ծանրաբեռնվածությունը լուծելու համար որոշում է կայացնել տրանսպորտի այդ մեխանիզմին անցնել։ Հասկացա՞ք, քաղաքային ու բանը համայնքային։ Հիմա եթե մենք նորից, այսինքն նորից այն թեքում ենք, այսինքն ստեինը ձեր պահանջով ոնց որ կա, թեքում է այն ուղղությամբ, որ մերը թողեք մերը։ Ասենք այդ դեպքում մյուս համայնքները ինչով են տարբերվում։ Արգելի պարոն գնդապետ, հասկանում եք, այս խնդիրը վերլուծվել է, ինչ-որ պետական բյուջետի չափով դրա համար այդ։ Իրանք գնում են ըստ օրենքով են շարժվում, ըստ օրենքի
Կխնդրեմ ցանկացածը Google Map-ը հենց հիմա խփի։ Երևան քաղաքը որտեղ է ավարտվում մեր ուղղությամբ։ Երևան քաղաքը ավարտվում է այ հեսա ճանապարհը, այ այստեղ։ Մենք իրանց երեք քարտեզով դաժե տպված, գույնավոր տպված, նոթբուկը դրած, մեր աղջիկը դրած ցույց ենք տալի։ Իրանք լավ իմանալով հանդերձ դաժե, որ Երևան քաղաքը ավարտվում է հենց այստեղ։ Դա են շրջանցում, հարգարժան պարոն Գագիկ։ Ստե գիտեք որն է բանը, որ ձեր ասած ժողովրդավարական պետություն են, ժողովրդավար պետություն են եւ այլն, բայց 14000 Թողգաստը կանգնի։ պարոն։ Մեկ համաձայն եք, թող չմտի պրոշան։ 25 համարը գաստը։ Ժողովրդի գասից կնստեք գնա։ Հարց չկա։ Մենք ստեյս ոտով կմտնենք պրոշան սոխով սավետան։ Բայց գիտեք ինչ կա։ Իհարկե, մենք ասել ենք, մենք ցույց ենք տալի, ասում ենք նայեք, սա Google Map-ի ձեր ընդ նստած են իրանց տրանսպորտի վարչության պետներ։ Ասում ենք ցույց ենք տալի, ասում են դες կարա կոմպյուտեր, ասում են կոմպյուտերային սխալ, լավ է, դու ձեր ասածը սաղ ճիշտ է, մնացածը սաղ սխալ չի կարա այդպես լինի։ Մենք իրանց ապացուցում ենք։ Հոմելանդը Պարոն գնդապետ, այո, Հոմելանդի հասեն տալիս է Աչափնյակի շրջան։ Հոմելանդը էս է, էս ներքնն է, հարգարժան։ Չէ, էս կարող է էս մի կողմով գալիս է, չգիտեմ, էս անկեղծ։ Հեսա տրաֆարետել ունենք, պրոշանը ավարտում է։ Էս դիմացի հատվածը մինչև վերջ, դա կոտայքի մասը է։ Ճանապարհը քաղաքին է պատկանում, Ճանապարհային սպասարկումը Երևան քաղաքի ավարտումը էստեղ։ Ստե լույսերը միջոցներ կաշած, հեսա։ Հորինում է, Էսի քաղաքի դա կա տեսեք չկա։ Իրոքից դա այդպես է։ Դրա համար մենք այսօր առավոտյան պահանջել ենք պարոն Աբինյանը թող գա, պարոն գնդապետ։ Ժողովրդի առաջ, ժողովուրդը հարգալից ձևի վրա։ Խնդրանքով դիմի պարոն Աբինյան, հասկանում են, հանում են օբշիներ, բոլոր ներմարզային տրանսպորտները հանում են, բայց եկեք, եթե օրենքով եք շարժվում, մեր տրանսպորտը Երևան քաղաքի վերջը ավարտվում է այստեղ։ Թող մեր համարի 25 համարի ավտոբուսը դա է։ Մեր պահանջը լուսավորության վերջը։ Էսի մեր բանի տակ։ Թող գա, թե եթե այս մի քանի մետրը օրինակի համար պետք է պրոբլեմ դարձնեն, թող այ հենց այստեղ դարձնեն իրենց կանգառ, թող գա պրոշանցիներին բերի այստեղ, մեր կանգառը ավարտվում է։ Այ հիմա փաստորեն կա տարբերակ, էլի որը շուրջ կարելի է խոսել բանակցել են, բայց արդյոք չկա, կտրականապես մերվել է։ Եղբայր, մի օրով, մի անգամով, մի խոսելով։ Մի օր 4-5 օր ունեն էլի իրանք։ Երեք իրիկում եք խոսացել, չէ։ Առաջի անգամ որ արեցին, Թող մեզ ասեն, մենք հայտնությամբ խնդիրներ ենք անցկացնում։ Մեզ կտրուկ մարդ Մերժել են, երեկը մերժել են, մեզ ասել են Ասպես աշխատի է դիան գազելը, նստողը կնստի մենք ուրախ կլինենք երկրորդ տրանսպորտ մտնի համայնք, բայց խնդրում ենք առանց ստպնելու մեր 25 համարին, քանի որ ժողովուրդը էս ներկայացնել ենք, որ էսկա մի վալիդ են խատավոր ծնողները առավոտ ամեն առավոտ մինչև շաբաթ օրը բայլասկով իրանք բայլակներով տեղափոխում են վերականգնողական կենտրոններ, բուժ հաստատություններ, մարդիկ դաժե դա չեն Գազել ուրեմն այնտեղ հարց է տալի մուլտիգրուպին ասա դուք ունեք համապատասխան սայլակով ասա մի հատ կարող եք տրամադրել համաձայնեցնենք Պրոշան համայնքի բնակիչների հետ որ ժամին է հարմար այդ ժամին տվյալ այդ գազելը մտցնում Ոնց կլինի դա եւ այդ մարդերը խորանալու ժամեր կուսինը Իրանք խոսք Արգարժան պարոն գնդապետ ես ձեզ անկեղծ եմ ասում հիմա ես որպես քաղաքացի Ստուգումա դուք լիքը քննարկման եզրեր ունեք, ելի կարակ քննարկեք այդ հարցը, հենց միանշանակ չի, ոնց նայում եմ եթե կանես անցնես ինձ վերցնես շոկացան դուք կարակ քաղաքացի ձևով բոլոր հարցերը կարգավոր եք, հասկացա, ոչ մեկ ձեզ չի խոչընդոտում, ոչ մեկ ձեզ չի բանանում, ակցիան ձեզ կազմակերպելու, բայց արեցիք
Հիմա նույն հավասար իրավունքներով օժտված են նաև մեր հանրապետության մյուս քաղաքացիները։ Արեցիք ձեր ձենը, խնդիրը, անհամաձայնությունը հայտնեցիք, որոշեք այն մեխանիզմը հաջորդ քայլը գնացեք, այն բաներին, գերատեսչություններին ներգրավեք այս թեմայի մեջ։ Բայց ոչ թե լուծումը մենակ, սո էսի փակում։ Կարելի է մի հատ հարցը։ Լավ, ես ձեզ հետ համաձայն եմ, որ մի րոպե, մի վարքյան գնել ջեր։ Հարգարժան պարոն գնդապետ, լավ, ես ձեզ հասկացա դու ձեր վարքակցը ասելու։ Մենք որպեսի չէ, ես այն անգամ էլ մենք խոսում ենք այն հարցերի շուրջ, այն ընդհանուր համաձայնություն են գալի այն իրավիճակի վերաբերյալ, որը որ ձեռնտու է բոլորին։ Հասկացա։ Մեր պետության բոլոր քաղաքացիներին։ Բայց արդյոք մեր ղեկավարությունը, մեր տվյալ կառույցները կմիջամտեն այս ամենին չհանելով մեր տրանսպորտը, մինչև մենք այս հարցի լուծումը ստանանք։ Այս sense ասեմ դες։ Ուրեմն մի վարքյան ես խոսեմ, հա, խոսեմ ես։ Սերգո ջան, ուղղակի ասել է պետք, որ մարդիկ հավաքվել են, աննպատակ չեն հավաքվել, որոշակի նպատակով են հավաքվել եւ մեծ պատասխան պիտի տան, այս մարդիկ հավաքվել են, ասեն 2 օր հետո ձեզ կպատասխանենք։ Եվ մարդիկ ասեն գնացին 2 օր հետո կհավաքվեն, ոչ թե ասեն, դե հավաքվեցիք այսօր, հիմա գնալ։ Ոչ թե անորոշություն։ Չի կարելի, մենք թող ասեն ինչ որ պատասխանատու, պաշտոնատար անձ թող հայտարարի, որ մենք տեսել ենք հետևել ենք այս բողոքի ակցիային, այս հարցը քննարկվում է եւ մի օրվա, 2 օրվա, մի շաբաթվա ընթացքում ձեզ պատասխան կտանք։ Որ մենք լսենք գնանք ու մի շաբաթից, եթե մեր պահանջները չեն բավարարում, մենք բավարարված չենք զգում, մտածում ենք ճիշտ չեն եւ չեն պատասխանել, մենք նորից իմանանք մեր անձը։ Ավենյանը դեմ է, որ յա տրանսպորտը բացի դա մեր ժողովուրդը արդեն ադապտացվել է տվյալ տրանսպորտի ուղղության վրա, մեկ մի աշխատանքի տեղ գտել է այդ տրանսպորտի հետ ճանապարհի վրա։ Այդ տրանսպորտը անհրաժեշտություն է կենսունավորապես բանալվի մարդկանց հետ խոսակ, բայց կոնկրետ ասեմ, որ միջև խոսալը չի լինելու այդ 25 Երևանը սա, թող ավտոբուս էս կանգառից գնա։ Ռոշանցիները կզբոսնեն, թե ինչ կանեն, թե կասեն չէ, մեր մուրձի տրասի գազելները, միկրոավտոբուսները լավ են դրանով, էդ էլ ժողովուրդը։ Այմր թող երկրորդը մտնի, խնդիր չկա, ուրախ են, մենք ուրախ ենք, երկրորդը թող լինի, են է թող հետը զուգահեռ գա, Խոսաշրջանի հետ եմ ասում, մենք երեք առաջարկեցինք այդ փոխնախարարին, չհամաձայնվեցին։ դե դրա համար դրանք չեն համաձայնվում։ Ամեն առաջարկին դեմ են, ասեցինք այսքան մի տարով պատետ ենք առել, ժողովուրդը առել է որ գնան գան, զերրա տալի ժողովուրդ։ Այդ ամեն ինչը հետ վերցնում եք, չէ։ Ասում եմ Երևանում օգտագործենք, բայց Երևանում մենք չենք օգտագործում։ Մենք գնում ենք գործի գալիս ենք, այդ ամեն ինչը, ինչի պիտի օր 200-400 դրամ ամեն մի հոգի ավել դրա համար վճարի։ Կորցնեմ խի ամեն ինչը չի։ Էլիո ժամանակը դու պատկերացրու այն կենտրոն գնացողը, որը կարա մետրոյով շատ ժամանակում միջին Իշտի Հալաբյանի այդ ժամանակվա պրոբկեն ու հասկանում եք այդ իջական ոնց է հասնելու բնականաբար բոլորը թե աշխատանքից թե իրենց գործից ամեն ինչը ուշանալի է առանց այդ առավոտյան այս ճանապարհը շատ ծանրաբեռնված է հիմա պատկերացրեք գտնում ենք եւս մի 5-6 գազը այս մի 10 ավելի ձեր մոտից է ասենք 5 գազը Ռոշյանից Մենք ոչ մի պրոշյանցին չի մոռացել, որ այդ տրանսպորտը ոչ թե 2 րոպեն մեկ էր, երբ ուզում գալիս էր, երբ ուզում չէր գալի, կեսից պանիխի դեր, կեսից թաղում, ոնց ուզում εμείς վարվում են։ Ասախից արդեն պոլի բարձված, դիք լծված ժողովրդի իշտում են։ Նույնն ստեղ է։ Մենք հիմա գնացինք ֆիզիկա, լավ, ֆիզիկայի խաչմունքի տեսել ժողովուրդը։ Ֆիզիկան դուք ով դավթաշից գալիս է պոլիա գալի, ախորը ժողովուրդը ո՞նց պետք է խսկի։ Իրենք ոչ մի կերպ չեն ուզում մեզ ընթառաջել, ժողովուրդը ոչ մի կերպ չի նահանջում, ասել չեն նահանջում։ Մարամ ջան, հեսա Համար ասել է, հիմա մի հատ տեսնենք ինչ կարող։ Պատկերացրեք այդքան ժողովրդի 19-ն է սա ֆիզիկա, երկու գյուղը, ոնց է դեռ տրանսպորտով է գնա։ Դու ինչ գալիս է պոլիա գալի։ Ոչ մի դեր չէ գալիս էս հա։ Հիմա ոնց Ասում նույն այն ժամանակվա պատմությունը, կեսս ֆոտո, կեսս չգիտեմ ինչով դեարի ասա ամոթել իրիկ իրար վրա լսված
40-ը փակած է միջև ժամը 7-ն է Պրոպկա է էլի, պրոպկա միջև կվարտալ տղասը։ Հորտը չի Որդիսուն գալիս է ստեղ, մերպես մոտով գալիս է ստեղ, այնտեղ դες անես չի համախմբված 1000 հոգով գրիսեն փակել։ Կամաց ես կազմակերպ չկա։ Կազմակերպողով Ինչ է այս զաղրիշ Это Иран ганы, маспетура. Денак маспетура. Արա ասեցի էլ։ Մինը կարի ապր։ Հա, չեք։ Մի բան էլ բան, հակառակ։ Գալոս։ Մի 100 մետրի համար եկա։
Արի մտստո է։
Չէ, հան է աղբեր ջան, հան։ Ախպերացնա հերոյք մոզապիտա։ Հելի, աղբեր ջան, ֆռա։ Հելել եմ մոտաբովիկ վաղտատել։ Այո։ Ահա
նշանակ։ Հիմա Այդ բանը դուրա, դրանով ասա որ Միախավ խապի, երկրորդը խապի։ մի րոպե, ժողովուրդ մի հատ լսեք էլի։ Զակոնը մոտոշի տալեն ավտոյի մեջ է ախեն։ Ասա թող բերեն միասին։ Լավ, դու բերեն ասա ուժը մարդիկ լսեն։ Գնելի ջան, հիմա գնելի հացին ես պատասխանեմ, մի ժամանակ լավ լսում էր, ինձ հիմա չի ուզում լսել գնելը ինձ։ Հիմա ասեմ բոլորին, հա, բայց ես ավելի եմ մեծացել, պիտի ընդունեք։ Հիմա ասեմ, պարոն գնդապետը մեզ շատ խելամիտ առաջարկ է արել եւ մենք մտադիր ենք այդ առաջարկն ընդունել։ Ընդհանրապես միշտ ասում են, որ եթե մի անգամ քեզ խափում են, մեղավորը խափողն է։ Եթե երկրորդ անգամ են քեզ խափում, արդեն մեղավորը դու ես։ Հիմա մենք ընդունեցինք պարոն գնդապետի ասածը, խելամիտ առաջարկը, որ վաղը կառավարությունում կընդունեն մեր խմբին, 4 հոգու կընդունեն, եւ մենք կներկայացնենք մեր պահանջը եւ կհիմնավորենք եւ GPS քարտեզով եւ ամեն կերպ կփորձենք իրենց համոզել, որ ճիշտ է Երևանին իրենց բացարկելու, թող ավտոբուս հասնի այստեղ։ Եթե վաղը մեր առաջարկը չեն ընդունի, դե միշտ էլ կհավաքենք, ավելի շատով կհավաքվենք։ Դու դպրոցի աշակերտներն դպրոց չեն գնա։ Այո, ծնողները երեխեքի Երևան գնացողները, այս ճանապարհին աշխատողները, հուսով եմ մեզ կմիանան նաև Երևան քաղաքի բնակիչները։